Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ ԺԶ պատում, Սասնատուն, Վանա Գավառա բարբարով, պատմողը և գրի առնողն անհայտ։ Ջոջ Մհեր։ Ես ժամանակ աստղիկ թակավորն ասաց ծենով Օվանին, թակավորութեն քե կխասնի, քանի որ դու ես մեր ջոջ աղբեր։ Օվան էլ ասաց, քո անուն վերեդի զաթի, պետքի որ դու թակավոր ես։ Ասաց աստղիկ, ես զաթի թակավոր եմ, էլ նորեն թակավոր ելնելու պետք չունեմ, մեկ էլ, որ ես ճողված եմ, չունքի օրմ եբ կրվում ես սանասարի թոպուզ վերուցի, որ թալի ճողվա զորից։ Վերջ ամեն մեյտեղ նստան, խորուրդ արին ու կյատար տվին, որ Մհերն ելնի թակավոր։ Աման քանի որ են տղայի հելե պետքի որ խանդուտ խաթուն թակավորութեն անի չուրեն չոճանա։ Ավոր մեկ եբ Մհեր վարժատնից տուն կդարներ, տեսա որ թղեներ ժողվիրին փողան կխողան։ Են թղեներած մեկ պստիկ թոպուզ ըմշիներ էր, են թոպուզով կռիվ կխաղեր խետինկերներած։ Ես պան Մհերին շատ դյուր եկավ, ասաց, ես էլ կուզեմ խաղալ խետ ձեզ։ Ենտեղ չուրիրիկուն խաղալուց սորա, եբ տուն դարձավ ասաց մոր մարե, էլ չէ մեր թավարժատուն, ինչ որ ուսա, են էլ խեդիքի։ Պետքի որզի խամար մեյխա թոպուզը մինան, նետ վանեղմ տակ, երթամսար ավանեմ խետիմ ինկերներած։ Մերն ընդունեց ինոր խոսք, թոպուզմ ու նետ վանեղը միտուրինոր, են էլ քանի մոր խետ ինկերներած խաղալուց վերջ ասաց, ես պիտի երթամ ուրիշ սարեր։ Ասաց ու ելավ խեցավ ուր կամուձին, ինկավ ճամպախ ուր թիմացի սարեր մեկ։ Երթացած ժամանակ մոլորավ ճամպխից, են կիշեր մնաց դուս։ Մեկ էլ անկարծ, իրեք աղբեր տևեր ռաստ եկանինոր, շոտըմ բաշլայեցին կրվել խետ։ Մհեր շոտըմ քաշեց նետ վանեղ ու սպանեց են երկու տևեր, մեկն էլ յարալու արած, են յարալու դև պախավ։ Մհերն էլ ինոր արնի իզով, ինոր իտիվեն ինկավ, խասավ մեկ անվերվերի տեղըմ, հերի մոտ։ Են հերի մեջ խուրնի խրեղեն աղջիկըմ տեսավ, որ նստեր էր յարալու տևի մոտ, կսրպեր ինոր արուն։ Շոտը մի զարկ սպանեց ենտև, աղջիկն էլ ուր թարկ թալել ու պախնել մեկ արած։ Խասավ տուն, քիչ վերջ խարսնի սարին, են աղջիկ պսակեցին վեր Մհերին ու թակավոր արին։ Իսոր խամար աշխարաժողով ելավ, եկան շատեր, կերան ու խման 7 նոր, 7 գիշեր խարսնի սարին։ Մհեր թակավոր ելնելուն պես ուր երկիր ամեն կերպով առաջացուցելու իտիվեն ինկավ։ Քիչ ժամանակվան մեջ շատ առաջ տարավ ժողովուրդ, իլակի ասպաց պաշտութնին շատ ոժիտուր, ըսկուն որ ուր ամեն դուշմիններ բաշլայեցին վախնալ ու կորակլող էլանինոն արջև։ Ուր թակավորական սարի արջևն էլ խաս փախչեմ տնկելի դուր, են փախչեն, Իլից աստու ստեղծած հմեն ծար ու ծաղկունքով, խավքերով ու ճանավարներով։ Ըստուց ետ շողվեց ուր ասկերներ նորեն ու կենաց կռիվ վեր Մսրա Մելիքին, եբ խասավ ինոր երգիշ, խապալ ուրող կեց են Մելիքին ասաց, յայենի որ բյութուն Մսրն արնե Մսրիս, յա սասուն ուր ամեն կաղքներով ու կեղերով կետամ։ Մսրա Մելիք եպեսա խոսք լսեց շատ տարակուսանքի մեջ ինկավ ու մարդ հորողկեց Մհերին ժամանակ ուզեց։ Մհերն էլ ընդունեց ու քաշվավ են տեղեն։ Ես ատեն չոչ Մհերի միտն ինկավ հանկարծ, թե ուրխեր ժամանակով պախտեր տվե ճամփոլատին, որ զինք հորողկեր վեր ինոր կռիվ։ Ինոր խամար ելավ, խախավ ուր երկթե խալավներ, մեջ կապեց թորն կեցակին, խեցավ քուրկու չելելին, քշեց վեր ճամփոլատին, որ ուրխերն ազատեր սուտ ասելու մեղքից։
Շատ գնաց, քիչ գնաց, խասավ Ջամփոլադի սնոր, մեկ սարի մգլոխ։ Չունքի ժամանակ կարուն էր, ինոր խամար սար զմեն խազարավոր ծաղկներով ու ավերով լցուկ էր։ Են ժամանակ էլ Ջամփոլադն էլ ուր մարդիկով մեկտեղ իկեր էր զոզան են սարի վերեն։ Չոչ մեհեր Ջամփխու վերեն են տեսակ ծարավցեր էր, որ պերան չորցիր էր։ Չունքի ուր երթացած ճամփխներած վերեն իսկի ջուր չկեր։ Մեհեր շատ նեղվելով եբ տեսավ, որ մութ են կգողի, շոտ մելավ խեցավ ուրձին, ինքավ սարուցոր, որ աղբյուրըմ գտնի։ Քիչն վերջ ասու կամեցողութենով խասավ վեր աղբրիմը, աման տեսավ, որ ախագին թևմ գմշուտիկմ ջրով լցեր էր ու կայներ էր են աղբրի գլող։ Մեր բարևի տուրեն թևին ասաց, կուզես, որ ես աղբրից պտիկմ ջուր խմեմ։ Թևն ասաց, ես աղբրին Ջամփոլադի աղբյուր կասեն, ինորից զատ յուրիշի խրավան չկա ջուր խմի ես աղբրից։ Մերն էլ ասաց, օղորմաց խեր, եստեղ սարի, Ջամփոլադն է զադնի, են ինչ պիտի իմնա, որ ես եստեղից ջուր եմ խմե։ Չէ, ասաց դև, ենիք մե երթումի տվե ու պախապանի կայնը ծուցե եստեղ, որ ինչ ատենոտար մարդ հմ կալու ելնի եստեղ ռանք, ինոր իմաց տանք, չունքի եսա սասում սարերած մեջ, մենակ ես աղբյուրնի, էլ ուրիշ չկա։ Մերն ասաց, աղբեր ջան, ես քեզնից հիվի կանեմ, որ պտիկմ ջուր տասցի, քո խորխոքուն խմեմ, ինեմ ճամպախ, քեվարցքի։ Մեմükün չարչելավ խետետ տևին, ենիք կանմիշ չելավ իսկի։ Էլ մհերի խամպերութեն կտրավ, շոտմ խասավ պրնեց ենթև, ինոր ծեր ու ոտ կապեց, իդիր քարի մտակ, ելավ կանաց վեր աղբրին կուշտմ ջուր խմավ։ Ենդև եբ խասկցավ, որ են մարդ ուր խասկցած խողացիներ են չեր, անոր խամար ինչ որ կեր, սմեն էլ տեղն ստեղ պատմեց մերին, ասացին որ կտեսնաս, ես մեր դիմացի ճրակ, ենիք մեր թակավորի չադրի ճրակնի, չունքի հմեն տարի ես գարնեն ժամանակ, ենք ու կաստեղ զոզան կեվ ուրախութեն կանի։ Գիցած ելնես, որենի քոքյալն իմնալուն պես, քեզնից ավելի զորավոր թևմ կորողքի ստեղ, ենգախ քոհալ յամանի։ Ջամփոլադ շատ աչքեց, քիչ աչքեց, տեսավ, որ ուր ջրբեր թև չի գա։ Կելավ, ուրիշ թևը մորողքեց հնորի տիվեն։ Ենթև եբ եկավ տեսավ, որ մարդմ նստերի վերաղբրին խրեղեն ցիմել թողե կարացա։ Թևն էլ ճոչ պալի մտակ տկա։ Ես ժամանակ բորած ասաց, եй խողացին, խավքն ուր թիվով, օծն ուր պորտով չեն կանա, եստեղ վանք լպտա, դու ինչ չասարաթով իքիր ես, խասեր ես չուր ստեղ, մերն ասաց, էլ բեթեն մարդ, թվուրիկ է ստեղ, ուր գուվան միշ էղիրի։ Տևն ասաց, ապա իմ ինքերն ուրի։ Մերն ասաց, գոհանենա ճոչ պալիտակնի, թե կանաս կենա խանտուս։ Տևն ասաց, վայ, դու ով ես, ըսկնապյան կանես, դու չես գիտե, որ ես Ջամփոլադի բաշ դևն եմ, իմ արջև սարեր, քարեր, բիլակը թողան, դու չես վախենա զիզնից։ Դու կայնի կեմեք խատ քյուրզմ զանեմ, որ խասկնաս թե ես ով եմ, ասելուն պես քյուրզը մի զարկ ճոչ մեհերին, մեհեր էսպյան տեսնալուն պես շոտմ խասավ պրնեց քյուրզ, են թևին էլ շալ մլկեց, կապեց էդիր են մեկել թևի կուշտ։ Ջամփոլադ, որ կերեր ու խմեր էր, ուրքև խասուցեր, շատ ծարվցեր էր, ամեն տախքին ջուր կաչքեր, որ խմեր։ Շատ աչքեց, քիչ աչքեց, տեսավ, որ են մեկել թևնել չեկավ։ Են ժամանակ ինքն ուր մտածեց ասաց, կա, որ մեկ շատ զորավոր մարդումը պատախեր ինոնք։ Անոր խամար շոտը մելավ խեցավ ուր քամուծին, քաշեց զմեն ասքար ու կնաց տեղ են աղբյուր մեկ,
մեկ էլ տեսավ, որ ախագին սարի պես մարդ եմ նստե, են ժամանակ ասացի, խողացին, խավք նուր թևով, օծ նուր պորտով, չասարատ չունի էստեղ ռանք լապտալու, դու ինչ սրտովիկ իրես էստեղ, մերն ասաց, ինչի, զիզնից ավելի զորավոր մարդ չի կե էստեղ իսկի, Ջամփոլատն ասաց, շատ տարի առաջ Սասնա երկրից Մելքոն անունով մեկ մելեկ ավ, որ տեսնալուս պես քուրզմ զարգի նոր ու պռնեցի էնելձիկ պախտի դուր, որ թողնեմ զինքեն պայմանով, որ երթեր ճոչ մհեր նորոխկեր վերձիկ կռիվ, աման ուր խոսքի տեր չմնաց, մհերն ասաց, կո ես են քո ասաց ճոչ մհերն իմ, մկա Եկիրեն վերք եկրիվ, որ խասկնաս, թե իմ խեր ուր խոսքի տեր մարդի, դել իմ դիմաց, ինչ որ ծերնետ կուկյա արա, Ջամփոլատ ես խոսք լսելուն պես, սարսափմ զինք կողեց, ձիուվոտ թուլ ցավախու, ամասուտ ուրախութնովը ասաց, վայ, դու Պարով ես եկե, խազար պարով, դելի երթանք իմ չադրի տակ, ուտենք, խմենք չուր լուսնային ժամանակ տեսնանք, թե աստված որուս կուտա։ Չէ, ասաց ճոչ մհեր, մեր ճոչանք մեսկուն պատվեր են տվե, որ դուշմնի արջև նելնելուն պես կրվենք ինոր խետ, ես չեմ ուզիկյալ քո չադր։ Որ սկունի ասաց Ջամփոլատ, Էսայի մերկուտևեր դուս խանես քարի տկեն, որ երթան իմ չադրից ուտելիք խմելիք պիրեն աստեղ։ Մհերն ընդունեց ինոր խոսք, խանես դուս են տևեր, որ շոտ ըմկինացին Ջամփոլատի չադրից խազար պարին պիրին ենտեղ։ Սուֆրեն կուրմի շելավ, մհեր ինան Ջամփոլատ նստան ուտելու, խացից վերջ կարգն եկավ կրվելուն, մհերն ասաց, դե, Էլի մեյդան ինչ որ անելու ես շուտով արա, չէ, ասաց Ջամփոլատ, քանի որ առաջ դու ես եկե վերձիկ, պետքի որ առաջ դու զանես քո 3 տարբ։ Ենով ետ, թե որ ես սաղ մնացի, աստված ողորմացի, ախր յաձիկ կուտայակ է։ Ջամփոլատի միտքնեն էր, որ են ուր տարբ զանելուն պես պռներ, ուր խոր նման երթում տերինոր, որ երթեր Դավիթին, Օրոխկեր վեր ուր կռիվ, չունքի ուր տարպեն Դավիթից պիտի ելներ։ Են ժամանակ, ճոչ մհեր թրավ ուր քուրկու չալալու կյամակ, զատացավ մեկ սահատ կադար ճամպախ ու 40 կտրանոց քյուրզմ օլոխնեց տեղ Ջամփոլատ։ Աման ոչինչ, են քյուրզն ինչ կանդար, որ եկավ դիպավ Ջամփոլատի գլխուն, ապա գիտես թե են ախակին քյուրզ պատատուրմ Elner որ իսկի էլ ցավ չի տուրինոր։ Ջամփոլատ շուտում վերուց ասաց, թե էսայի քո սասնա կտրճներած մարիֆատ, չէ ասաց, ասկուն կերևնա որ իմ տարբ Դավիթից մենակ պիտի ելնի։ Ճոչ մհեր երկու քյուրզելի զարք, ինոնք էլ հեչ։ Ջամփոլատին ասաց, դեմը կասրեն քննի, էլի թունել քո տարբ զարք։ Չէ, ասաց Ջամփոլատ, ես քեպան չեմ անի, մենակ թե քո խորպես բախտ տաս ձիկ, որ երթաս քո աղբեր Դավիթի նորոխկես գավերցիկ կռիվ։ Մհեր անճար մնալով բախտի տուր Ջամփոլատին, որ երթա Դավիթ օրոխկի։ Ջամփոլատն էլ խրամանի տուրինոր, որ շոտում ճամպախ ինկավ։ Ես որ չկարծա աղտել Ջամփոլատին, Դավիթ ինչպես պիտի աղտի ինոր։ Քանի որ ես մտածման մեջ առաջ կերթեր տունել խասավ նորեն շատ մռութ էր, իսկի ծաղր ուր իրես չերիկ է։ Են ժամանակ ձենով վան մոտեցավ ինոր ասաց աղբեր ջան, դու իրես չեսիկի հա մտածմունքի մեջ ես, ասախենք ինչ է լավ, ինչ ընցավ, ինչի պատճառ որ դու սկնա մռութ ու մալու ես։ Ճոչ մհերն ասաց, աղբերիկ ինչ ասեմ, պանից ելերի Գնացի վեր Ջամփոլատին կռիվ, զարկի 3 քյուրզ, ամայն քյուրզեր պարապ գնացին։ Ու ես հակամա ինոր բախտ տվի, որ Դավիթ նորոխկեմ վեր ինոր կռիվ։ Ես կերպով կորակլող էլ աշխրի արջև։
Ես որ չկարծա վերինոր ինչեղ պիտի կրվի ու աղտի Դավիթ, որ մորից չել է հալա։ Ցենովովան ասաց, չէ աղբեր ջան, ետակյանդար էլ մալուլելու չի, մեծի զորութեն Քրիստոսի։ Ինչ գիտես, բալքի նոր ճակատ գրոքի, որ ուր մախ Դավիթի ձեռնով գա։ Դառնանք դեղ Մսրամելիք։ Մսրամելիք են ժամանակ շողվեց ուր Ֆերիս փայլևաններ ու նստավ մեջլիս ասաց սասնա վերքին տալու ժամանակ մոտացե խազնեն էլ են կանդար փարաչկա են կանդար տվինք որ կդրավ վերմե էլ չուր երբ ինոնց վերքի տանք աղեկի որ մարդ օրողքենք մհեր նստեղ կանչենք ինորմից իմզա առնենք խապելութնով որ էլ վերքի չի տանք ինոնց Եբ մեզնից զորավոր մարդ հմկրվի ինոնց խետ ու աղտի։ Եսա խոսքն ընդունվավ։ Շոտմ թուղթմ կրիցին տվին կամուն։ Են թղթի մեջ գրուկ էր, որ ճոչ մհեր երկու ամսուչապ յուրենց խուր էլնի։ Եբ են թուղթ խասավ մհերի ձերք շատ ուրախցավ, ու էսպյան ուր ճոչ մոր խանդուտ խաթունին պատմեց։ Խանդուտ խաթուն իր իշկեց աստխունքին, ասաց, չէ, պետք չի որ երթաս, աստղեր նսկուն նշանց կուտան, որ պիտի վնասվես երթալով, չունքի թե որ երթաս, դեռնալետ 40 օր վերջ պիտի մեռնես, աման որ չերթաս չես մեռնի։ Մհերն ասաց, չէ, վնասվեմ, չվնասվեմ պիտի երթամ, ինոր խոսք կոտրել չելնի։ Խանդուտ խաթուն ինչ կանդար որ խնդրեց ճարչելավ, ենիք մտիկ չարած ու ճամխու պատրաստութեն տեսավ։ Խանդուտ խաթունի ճար կդրավ, ելավ կնաց մհերի կնկան մոտ, եսապյան ինոր այտնելու խամար։ Մհերի կնիկն ասաց, եսակելի 4 ամիս, որ ես տղով եմ, եսա խոսք, քիչմ խանդութի սրտին խամպերութեն է դուր։ Ճոչ մհերն առեց ուր Ֆերիս փայլևաններ ու ինկավ ճանպախ։ Խասավ ճամփիկես չխասավ, թուղթմ գրեց Մսրամելիքին, թե ես խասա։ Մսրամելիք եմանալուն պես ուր Ֆերիս փայլևաններով ինոր դիմաց կնաց։ Մեր եբ խասավ շատ պատվով առին, կնացին թակավորու սարեն, կերան, խման շատ քեֆ արին։ Եբ իրիկուն ելավ, Մելիքն ասաց մհերին, էսա գիշեր ես իմ յաթախ քե իքրամ կանեմ, կերա պարկի մոտ իմ կնիկ։ Չունքի ինոր միտքն էր, որ ճոչ մհերի սերմն ուր ցեղին ընցուցի, են կերպով ինոր զորութեն պայսի։ Մհերն ընդունեց ինոր խոսք, են գիշեր ինոր յաթախ գնաց, 40 օր էսպես արած, են դուց ետ ուր մարդերով մեյտեղ ինկավ ճամպախ նորեն սասուն դարձավ։ Դառնալուց 40 օր վերջ աղորդ որ խանդուտ խաթունի ասացի պես ինք մեռավ։ Ինոր մեռնելուց ետ ուրտեղ թակավոր ելավ Ցենովովան։ Ճոչ մհերի մախից 40 օր վերջ էլ խաբար եկավ, թե Մսրամելիք մեռավ։ Ինոր տեղն էլ ուր կնիկ թակավորեց։ Են ժամանակ Մսրամելիքի կնիկ ելավ կռիվ վեր Ցենովովանին, աղտեց ինոր ու վերքի կապեց, 7 տարվան վերքին էլ առեց ինորմից։